Արդույա, մնացել է անցած դարում։ Ասման, որ լավ տղուկնիկը չպետք է ծխի։ Ես իրեն բան չեմ ասի, թող շարունակի տենց մտածել։ Ինչի ես հետ եկել, Վիլեն։ Իմ ուզելով չի, որ հետ եմ եկել։ Բայց այդ նշանակություն չի ունենա, երբ քո ու Հովոյի պատերազմի պատճառով մարդիկ մահանան։ Ու այդ թվում նաև կոշտը։ Ես ամեն ինչ կանեմ, որ տենց բան չլինի։ Կոշտը քեզ պաշտում է։ Դու չես պատկերացնում ոնց էր ինքը լաց լինում քո ճակերտավոր հողարկավորության ժամանակ։ Հիմա դու հետ ես եկել ու ինքը պատրաստ է կյանքն էլ տա քո համար։ Չէ, ես տես բան թույլ չեմ տա։ Դու չես կարող ամեն ինչ վերահսկես։ Դու չես կարող Հովոյին հաղթես։ Ես երեք քնած չէի ու ամեն ինչ լսել եմ։ Ես լսել եմ ձեր խոսակցությունը։ Ու Դու փոխվել ես, Վիլեն։ Դու լրիվ ուրիշ մարդ ես դառել։ Հին Վիլենը պատրաստ էր բոլորի կոկորդը կրծել հանուն իր ուզածի։ Իսկ հիմա իմ դիմաց նստած է մարդ, ով ճկվել է իր մեղքերի ծանր բեռի տակ ու փորձում է հոգին փրկի։ Հին Վիլենը շանս ուներ, բայց դու չունես։ ես փոխվել եմ։ Բայց ես հիմա էլ եմ պատրաստ յուրաքանչյուրի կոկորդը կրծան։ Ուղղակի արդեն իմ հարազատներին փրկելու համար։ Հուսամ տենց էլ կա։ Մեկ էլ մի բան։ Մարդիկ չեն գա քո հետևից, եթե իմանան, որ ես պատերազմը մանեին փրկելու համար է։ Կոշտի բախտը բերել է քո հարցում։ Եթե տեղածանված լինեիր, ես քաղաքը քեզնով էիր արել։ Ժամանակին դու էիր քաղաքը քեզանով արել։ Ու ինչ շահեցիր։ Հարազատ ընկերդ այսօր ուզում է քեզ սպանի։ Սիրած այդ աղջիկն էլ քեզ դավաճանեց։ Գնամ երեխուն կերակրեմ, հետո քո համար մի բան կսարքեմ։